Ուրեմն առաջի խնդիրը, որ իր առաջ դրած էր, լուծեց։ Այսինքն հանրությանը տեսանելի դարձվեց հերթական տաբուի, արժեքի, անվիճարկելի ջախջախումը։ Օրինակ, որ կարող է կարգալուծարված քահանան ուրեմն գնա եւ մատուցի պատարագ։ Այսինքն սա մի քիչ բարդ էր ընդհանրապես պատկերացնել, եթե մենք 1 տարի, 2 տարի առաջ նստեինք խոսեինք, ասեինք լավ, այդտեղ չի հասնի տենց հարցի, ենթադրենք, հա։ Այսինքն սա հերթական մի հատ ջախջախում է, բացվեց մտածելակերպի, ուրեմն աշխարհընկալման, այսինքն շատ լուրջ Պանդորայի նոր արկղի բաց թողել է, որպես այդպեսին, էս արեց։ Հիմա, բայց հաստատ խնդիրը մենակ դա չէր։ Այսինքն կար հաստատ միտում, որ ուրեմն պիտի ապահովի բավականին լուրջ քանակ եւ ժողովրդին տրվի ազդակ, որ արդեն հաջողում է եւ այլն։ Զգաց, որ այդ քանակը չապահովեց։ Այսինքն ստեղ դե սպառնում էին 10,000 հոգի կբերենք, 1000 չկար։ Այսինքն էս մի խնդիր։ Եվ հաջորդ խնդիրը, որ ես էլի կարծում եմ, որ այդ նպատակի ապահովման հետ կապված, միջանկյալ նպատակի ապահովման հետ կապված խնդիր է տեսնում, հանրությունը այս թեմայով իր պատկերացրածի եւ ակնկալածի չափով չի ոգևորվում ու չի ուզում լինել մասնակից։ Սա շատ հետաքրքիր է։ Այսինքն չի գնում պրովոկացիային, դեպտեղ հանրության ոնց ուզում եք շերտերը դասավորեք, կարող անգամ քաղաքական ուժերին դնեք, հա։ Օրինակ ես որևէ կերպ չեմ բացառում, էլի արդեղել ասել եմ, որ առաջի այդ պատարագի օրը, այդ կեղծ պատարագի օրը շատ մեծ ցանկություն ուներ, որ այդտեղ ընդդիմությունը ինչ-որ մի բան անի եւ այդտեղ դառնա ուրեմն որոշակի քաշքշոց, մարդ բռնել, աղմուկ անել եւ այլը, եւ դա էլ փորձի կապիտալիզացվել։ Այսինքն ոչ քաղաքական ուժերը, ոչ ինչ-որ իմաստով հենց եկեղեցին, բայց ամենահետաքրքիրը եւ ոչ էլ հանրությունը այդ պրովոկացիայի ձեռնոցն է չվերցրին։